Հայաստանի վարչապետի աշխատակազմը փող է տվել, որ թուրքերը գան ու հենց Հայաստանի Հանրապետությունում ժխտեն հայոց ցեղասպանությունը։ Ermenistan 1915 Հայաստանը 1915 թվականի շրջապտույտում մնացած մի երկիր է։ Այս հուշահամալիրը, որ տեսնում եք, նրանց կարծիքով ցեղասպանության հուշահամալիր է, եւ Թուրքիան իհարկե այդ ցեղասպանությունը չի ճանաչում։ Արարատը հայերի համար շատ կարևոր իմաստ ունի, օրինակ նրանց պետական զինանշանի վրա է պատկերված։ Փաշինյանն ասում է, ընկերներ, Արարատը մեր սահմաններում չէ, մեր սահմաններում չեղած բանն այդքան չպետք է երկրպագենք, այդ պատճառով է հրապարակում արել, մեկ այլ սար ցույց տալով ու ասելով, տեսեք, սա է մեր սահմաններում։ Փաշինյանը 1915-ի օրակարգով մեջտեղ բերվող տարածքային պահանջներին եւս պատասխան տվեց։ Հայաստանի սահմանադրության տեքստում եղած պնդումներին դեմ դուրս եկավ։ Այնպես չէ, որ Հայաստանի վարչապետը հիմա թուրք լրագրողների սրտի հերոսն է։ CNN Թուրքի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արաքանին մեծ ռեպորտաժը սկսել եւ ավարտել է Ալիևի հայտնի «Նոլդու Փաշինյան» ծաղրական ֆրազով։ Իսկ պատասխանատվություն չպետք է կրի CNN Թուրքի լրատվական բաժնի խմբագիրը, ապա տեղեկատվություն տարածելու համար, թե Երևանը թուրքական քաղաք է։ Erivan'ın Türkçe ismi Revan. Երևանի թուրքական անվանումը Էրիվան է, այն քաղաք է, որը փաստացի իր տեղն ունի թուրքական պատմության ու թուրքական կայսրության մեջ։ Geçmiş tarihine baktığımızda 1000 անգամ է Իրանը պաշտոնապես հիմնավորել։ Երևանի Կապույտ մզկիթը իրանական է, նախ ադրբեջանցիներն էին փորձում իրենցով անել, հիմա էլ նրանց մեծ եղբայրը թուրքերն են այդ գործին լծվել։ aslında bir cami. Մեր հետևում Երևանում մնացած միակ մզկիթն է։ Այն կառուցվել է 1700-ականներին Էրիվանի խանությունում, Հուսեյն Ալի խանի իշխանության օրոք։ Այն ժամանակ ադրբեջանցի թուրքերը նույնպես այստեղ էին ապրում։ Թուրքական առաջատար լրատվամիջոցի խմբագիրը առիթը բաց չի թողնում հիշեցնելու, օրակարգում նաև փախստականների հարց կա։ Կարող են ժամանակին Երևանում ապրած ադրբեջանցի թուրքերը վերադառնալ։ Ադրբեջանը չի էլ հարցնում, պնդում է, պետք է վերադառնան։ Մեծ եղբայրը Թուրքիան կնիք է դնում Ադրբեջանի պահանջների վրա, հայտարարում, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պարագայում։